Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն «Պոակը» ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Մեր այսօրվա ուղին դեպի Արարատի մարզ ձգվեց, գյուղ Մարմարաշեն։ Օրվա հյուրը պարուսույց, խորեոգրաֆ Անդրանիկ Սարգսյանն է։ Անդրանիկ Սարգսյան, պարուսույց, խորեոգրաֆ։ Ծնվել է 1975 թվականին Երևանում։ 1992 թվականին ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարային բաժինը, որն ավարտել է 1997 թվականին։ 1999 թվականին հիմնադրել է Արաքս պարային համույթը և մինչև այսօր հանդիսանում է նույն համույթի գեղարվեստական ղեկավարը և տնօրենը։ 2000-ից 2001 թվականներին Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի միջոցառումների շրջանակում 2 ամիս շարունակ շրջագայել է եվրոպական բոլոր երկրներում, ներկայացնելով հայկական պարարվեստը։ 2001 թվականին Փարիզի Մոդեռն պարարվեստի ակադեմիայի կողմից ստացել է դիպլոմ որպես միջազգային կարգի վարպետ։ 2002 թվականին ընդունվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն որպես բալետի արտիստ և հանդես է եկել խաղացանկային բոլոր ներկայացումներում մենապարերով։ 2009 թվականից մինչև այսօր աշխատում է Երևանի պարարվեստի պետական քոլեջում որպես ավագ դաստիարակչական գծով պատասխանատու։ 2019 թվականին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալով։ 2021 թվականին պարարվեստում ներդրած մեծ ավանդի, մանկավարժական 25-ամյա գործունեության և միջազգային մրցույթներում հայ մշակույթը ըստ արժանվույն ներկայացնելու համար Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի կողմից արժանացել է արվեստի վաստակավոր գործչի կոչման։ Բարև ձեզ։ Բարև ձեզ սիրելի ուսանողներ, ուսանողուհիներ, վաստակաշատ կոլեկտիվ, մանկավարժներ և հարգելի տնօրինություն։ Ինձ համար պատիվ է այսօր գտնվել այստեղ, այս հարթակում և քննարկել այս սերնդի հետ ամենակարևորագույն մասնագիտություններից մեկից, որը որ կոչվում է պարարվեստ։ Այս գիտությունը դարեր շարունակ մեզ ուղղորդել է և մեր պետականությունը, ճանաչելիությունը ավելի խորիմաց ձևով ներկայացրել է բազմաբովանդակ միջազգային հարթակներում։ Ասեմ, որ սիրելի երեխաներ, միշտ հետաքրքիր է մեր աշխատանքը հարթակում է երևում և նաև պետք է ասեմ, որ 3 տարեկանից պարարվեստով զբաղվում եմ, հետաքրքիր է հիմա բոլորի, կես դար արդեն, լավ երեխաներ, և կարող եմ ասել, որ անավարտ է մշակույթը և այս արվեստով զբաղվողները ընտրյալներ են, կարելի ասել նույնիսկ արվեստի առաքյալներ են, որ դաստիարակում են, սնում են, կերտում են և իրենց պետականության հենքը ներկայացնում են։ Երեխաներ, պարարվեստը ինձ համար անվերջանալի արվեստ է և պարարվեստի հիմքը դա դասական պարարվեստն է և ես ինքս դասական պարարվեստի ներկայացուցիչ եմ, նաև հայկական ժողովրդական և մի փոքրիկ ընթացքում կանցնենք ջազ մոդեռնի, որը որ այսօր ամբողջ աշխարհին վավեր է։ Սիրելի երեխաներ, նաև պետք է հետևյալն ասեմ, որ ես իմ պետականությունը մինչ առ այսօր ներկայացնում եմ գրեթե երկիր մոլորակի բազմաժանր մշակութային հարթակներում։
Եվ իմ ընտանիքը արվեստագետների ընտանիք է, ես եւ տիկինս, երկու զավակներս, երկու որդիներս արդեն օպերայի բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր մենապարողներն են։ Այս լեզուն պետք է վավել լինի մշտական։ Մենք քանզի չենք կարողանում խոսել։ Մարմին եւ հոգի ձուլում ենք եւ բեմից մեր իրական տեսքը ներկայացնում ենք հասարակությանը, հանրությանը եւ ժողովրդին։ Խռովքը, հուզումնալից իրավիճակը, յուրաքանչյուր կերտված դերի համար մենք ինչպես ենք աշխատում, ինչպես ենք տառապում, մաքարում, բայց պետք է ասեմ, որ յուրաքանչյուր հաջողության գրավականը դա այն փորձությունն է, որ պետք է անցնեք։ Եվ լինելու այն մշակներից մեկը, որ պետք է իր պետականության լեզուն, հոգևոր լեզուն, պարարվեստը ներկայացնելու, պարարվեստը մեծ գիտություն է, սիրելի երեխաներ։ Ինչպես ասացի, եւ բախտ է վիճակվել մանուկ հասակից որակյալ մասնագետների կրթական համակարգով մեծանալ եւ շփվել բոլոր տեսակի կշիռ ունեցող մասնագետների հետ, նույնիսկ ընդհուպ այսօր ես նաեւ աշխատում եմ Երևանի Պարարվեստի պետական քոլեջում, այս շքեղ շռնդալից դարբնոցի մասին կարելի շատ խոսել, Հայաստանի Հանրապետության միակ պարարվեստի քոլեջը, որտեղից բոլորը դուրս են գալիս ուսյալ եւ գիտակ։ Բախտ է վիճակվել ինձ նաեւ աշխատել օպերայի բալետի ազգային ակադեմիական թատրոնում, կերտել դերեր Ազատ Ղարիբյանի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ կրոնպարային համույթում, բազմաբովանդակ անցում ենք կատարել եւ ամեն անգամ, երբ որ քայլ ես կատարում դեպի բեմ, կրում ես այն պատասխանատվությունը, որ պետք է լինես խոհեմ եւ երբևէ չստես երեխաներին կամ հանրությանը, արվեստը չի սիրում ստել։ Այսօր մեր պետությունը պետք է ունենա լավագույնս ներկայացնելու բազմաբովանդակ հնարավորություն։ Ճարտարապետներ, արվեստագետներ եւ այլն, ինչ ընտրում եք, պետք է լինեք լավագույնը։ Բայց քանզի ես արվեստագետ եմ, ինձ համար արվեստը իմ ապրելակերպն է եւ կարելի ասել 16 ժամ այս արվեստով ես ապրում եմ եւ հարյուրավոր սաներ եմ կրթում եւ այսօր պատիվ ունեմ ձեզ նման տաղանդաշատ երեխաների հարցերին նաեւ պատասխանելու, ինչ հարցերը կողեք խնդրում եմ, եւ նաեւ իրենց հետ լինել անկեղծ, որովհետեւ մենք բեմում չենք կարողանում խոսել, սիրելի երեխաներ, մենք բեմում աշխատում ենք, տրվում ենք բեմին եւ բեմը մեզանից վերցնում է ամեն ինչ։ Բոլոր որակյալ արվեստագետները, ովքեր ինձ ուսանել են, ես այսպես չեմ կարող թվարկել, բայց նրանք եղել են պատմության կոթողներից, որտեղ մեզ ոչ միայն սովորեցրել են ինչպես կանգնել պարածողի մոտ, դասական պարարվեստի այբենարանը կերտել, նաև նրանք մեզ սովորեցնում են ինչպես լինել պետության մեջ արժեքավորված մարդ։ Մարդ կոչումից ամեն ինչ սկսվում է, սիրելի երեխաներ։ Պարարվեստում ինչն եմ կարևորում, շատ կարևոր է ընդհանրապես կարգ ու կանոն, բայց պարարվեստում առավել եւս կարգապահ լինենք, կամքի ուժ ձևավորենք, երբեք չվախենանք սխալվելուց։ Երեխաներ, դուք պետք է միշտ սխալվեք, լավ հիշեք։ Պետք է սխալվեք, իսկ մենք ձեզ հնարավորություն տանք շտկելու։ Բայց այդ սխալը չպետք է լինի ճակատագրական, իսկ պարարվեստում գուցեև լինում է, երբ որ չես ունենում վարպետներ, այսինքն շատ արագ վնասվում ես եւ այն կարևորագույն տարիքը, որ պետք է արդեն հասանելի լինես բեմահարթակին, թույլ չի տալիս վնասվածքների, տարատեսակ վիճակ եւ այսպես գործ ունենք վերջի վերջո մարմնի հետ։ Ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ, գտնվում եմ այս լսարանում, տեսնում եմ շատ հանճարեղ երեխաներ, ապագայի երեխաներ եւ բոլորիդ հորդորում եմ զբաղվեք արվեստով։ Ես հիմա պարարվեստի ներկայացուցիչ եմ, բայց դա կլինի նկարչություն, դա կլինի դասական օպերետա, դա կլինի ընտրում եք դուք, բայց արվեստը այն հենքն է պետականության, որ ամուր կանգնում ենք եւ ներկայացնում ենք ով ենք մենք եւ մշակույթը եւս մեկ անգամ կրկնվում եմ այն գեր հզոր մասնագիտություններից մեկն է, որ մեզ ապրեցնում է եւ մենք ապրում ենք, մշակույթով ապրում ենք, որքան էլ որ դժվարին իրավիճակներում ենք հայտնվում, կարողանում ենք դուրս գալ, ելք գտնել, ստեղծագործող մարդը ապրում է եւ ապրեցնում է։ Մենք կարող ենք անցնել մի փոքրիկ դրվագի, այսօր իմ սաներն են ինձ հետ, կարող ենք մի փոքրիկ պարային դրվագ դիտել, դեմ եք թե կողմ։ Կողմ եք։ Մի փոքրիկ պարային դրվագ կդիտենք, հետո կանցնենք առաջ եւ այսպես քննարկենք տարատեսակ բազմաժանր հարցեր, այո։
Դուք քիչ առաջ ծանոթացաք հայեցի աշխատանքի, ձեռքերի, հոգու, պատմության, ամեն մի բարային բեմադրություն իր պատմությունն ունի, ամեն մի երաժշտություն իր պատմությունն ունի, բայց երկու կարևորագույն հանգաման գոյություն ունի նաև երեխաներ, որ երաժշտությունը պարարվեստի անբաժան մասն է։ Այս երեխաները մոտ 10 տարի հաճախում են պարարվեստի կենտրոն եւ նրանք օրը աշխատում են 6-ից 8 ժամ։ Այս է պահանջը արվեստի ամեն օրյա աշխատանք, բայց հանուն ինչի, հանուն նպատակի, որը որ բոլորս իրագործում ենք։ Դժվար ճանապարհ է արվեստը, հեշտ ոչինչ չի լինում։ Ճանապարհ ես անցնում փշոտ, ծավալուն, լինում են օրեր փորձում ես հիասթափվել, ամենամեծ մեղքն է երբեք չհիասթափեք, սիրելի բալիկներ, երբեք։ Նպատակային աշխատանք պետք է լինի։ Եվ արվեստը մեզ սովորեցնում է ոտքի կանգնել։ Այո, մենք կանգնում ենք ոտքի եւ մեր արվեստով, ինչպես քիչ առաջ ասացի, մոլորակին ցույց ենք տալիս մեր տեսակը, մեր որակը, մեր լեզուն, խոսքն ու ապրելակերպը։ Ինչպես որ ասացի, յուրաքանչյուր արվեստ ունի իր հիմքը, պարարվեստը դասասական պարարվեստն է երեխաներ։ Եթե պետք է լինես որակյալ դերասան, պետք է միանշանակ ուսանվես եւ համակարգվես դասական պար համակարգով, այբուբենով, մարմինդ կրթես, հոգիդ կրթես եւ նոր անցնես, նույնիսկ հայկական ժողովրդական պարերում տեսանելի է այդ որակը։ Այդ կատարողների մոտ ովքեր որ ունեն բարձր որակ, նրանց մոտ տեսանելի է դասական պարարվեստը։ Այսօր արդեն մի փոքրիկ դասական եւ մոդեռն միացությունը, որը որ շատ գեղեցիկ արվեստ է, բայց հենքը, ինչպես որ ասացի, հիմքը նաեւ դասական պարարվեստն է։ Եվ առհասարակ ինձ համար դասական բառը շատ մեծ կարևորություն է։ Դասական բառ մասնագիտությունը միակ կրթօջախում դա Երևանի պարարվեստի պետական քոլեջում, որտեղ երեխան, օրինակ մեզ մոտ դասական պարբաժին ընդունում ենք 9 տարեկանից։ 9 տարի մեզ մոտ սովորում են եւ արդեն որակներ դրսեւորելով ուղղորդվում են դեպի օպերայի բալետի ազգային ակադեմիական թատրոն։ Հայկական ժողովրդական պարը մենք ունենք, որը մերն է, մեր ազգայինն է, որ մենք պետք է պահպանենք եւ կարճենք մեր արմատներից, ավանդույթներից, այո, կարճենք ավանդույթներից եւ ինչպես որ ասացի, այսօր արդեն ունենք ջազ մոդեռն, դասական մոդեռն, այս միացությունները մեծ արվեստի ստեղծում են նոր լայն լսարան եւ հնարավորություններ։ Բայց անկախ նրանից երեխաներ որն էլ կընտրեք, հայկական ժողովրդական պար պետք է լինի դասական կրթվածություն։ Սա այբուբենն է պարարվեստի, որ պետք է դուք յուրացնեք։ Ամեն դեպքում կրթված կատարողներ լինելու համար, իսկ մասնագետներ լինելու համար ել ավելի պետք է խորացված ուսումնասիրեք այս մասնագիտությունները։ Եվ ես քիչ հետո փոքրիկ զրույցից հետո կներկայացնեմ մի փոքրիկ մոդեռն դասական հատված, այս երեխաները սիրով կկատարեն ձեզ համար։
Այս երեխաների համար փոքրիկ է ձեր հարթակը, բայց հուսամ դուք ընկալելի են աշխատում եւ ինչպես որ ասացի, նկատեցիք արդեն, եթե տարանջատում եք դասականի որակները եւ երեխաներ անհասանելի արվեստ է դասական արվեստը։ Այն ներկայացումներ դիտելուց հետո կարող եք հասկանալ Գայանե բալետ, դիտել եք Սպարտակ, դիմակահանդես, այս մասնագիտությունը ոչ միայն նվիրվածություն, ամբողջ ներքին տրամադրվածությամբ պահանջում է 100-ից ավելի տոկոսով նվիրվել այս աշխատանքին։ Այս արվեստը անսպառ է եւ երբեք չի ավարտվում։ Եվ տալիս է մեզ հնարավորություն ապրելու, կրկնվում եմ, եւ ապրեցնելու։ Ինձ շատ հետաքրքիր է այս հարցը, չեք կարծում, որ պերֆեկցիոնիզմը արվեստում կարող է երբեմն խանգարող բնույթ կրել, այսինքն վերջիվերջո մենք գիտենք, որ արվեստը, պարարվեստը եւ ընդհանրապես արվեստը մարդու ինքնաարտահայտման, հույզերի արտահայտման միջոց է, իսկ պերֆեկցիոնիզմը երբեմն կարող է խանգարել։ Ինչ կարծիք ունեք դուք։ Շնորհակալություն հարցի համար։ Ինձ երբևէ ոչինչ չի խանգարում։ Ուղիղ պատասխանում եմ, որովհետև իմ նպատակներին հասնելու համար ես գիտեմ ինչու եմ այսօր արթնացել, ինչով եմ զբաղվելու եւ առհասարակ քիչ առաջ ես դրա մասին էլ խոսեցի հարգարժան գեղեցկուհի, որ այո, եթե կա նպատակային աշխատություն, երբեք ոչինչ չի խանգարում, բայց դինում են կյանքում այնպիսի միջադեպեր, որ պետք է կատարես ընտրություն։ Խանգարելու է հանգամանքը թե ոչ։ Այստեղ գերբնավորություն պետք է ի հայտ գա եւ դու քո տեսակը արվեստագետի ազնիվ ի ցույց դնես եւ եւս մեկ անգամ հարցիդ համարել եմ շնորհակալ, բայց ուղիղ պատասխանում եմ, ինձ ոչ, չի խանգարում։ Շնորհակալություն։ Կարողանայիք դուք ձեր արվեստը զարգացնեք, եթե դուք չընտրեիք այդ դա։ Օրինակ ծնողը ընտրեր ձեր արվեստը։ Դուք ձեր կամքով չգնայիք։ Իհարկե ոչ։ Կամքին հակառակ ոչինչ չի ձևավորվում, մեծարգո պարոն, սիրելի զավակ, հայորդի, կամքին հակառակ ոչինչ չի ձևավորվում։ Ես ասացի, որ ինքս մեր իդեպ հարցի պատասխան, սիրելի որդի, իմ ոչ հայրիկը, ոչ մայրիկը արվեստագետ չեն եղել։ Ես եմ իրենց խնդրել ինձ տանել պարարվեստի։ Այսինքն այդ նպատակային ապրելակերպը ինքը ստեղծել եմ ինձ համար եւ եթե այս մասնագիտությանը ես չնվիրվեի եւ չսիրեի, բնականաբար իհարկե ոչ, այսօր չէինք ունեն այն ինչ որ ունենք, այսինքն ինչ ունենք, մենք ստեղծել ենք արվեստ, լեզու, որակ եւ կարողանում ենք հանրային քննարկումներ անցկացնել։ Ինչ զգացիք, երբ առաջին անգամ ոտք դրեցիք բեմ։ Շատ սարսափելի զգացում է դա, բալիկ ջան։ Անկեղծ ասեմ, հիմա էլ երբ որ ոտքս դնում եմ բեմահարթակ, այդ զգացումը կա։ Այո, սա օվկիանոս է, կամ պետք է լողալ սովորես, կամ պետք է խեղդվես։ Այսինքն, այդ զգացումը դերասանին, որ դու պատասխանատու ես քայլել, կանգնել, խոնարհվել, լինել առաքինի արվեստագետ, շատ պատասխանատու է։ Երբ որ դու ոտք ես գործում բեմահարթակ, ուզում ես հարցրու այս բալիկներին, նույնը կպատասխանեն, իրենց համար այդ բեմահարթակը շատ պատասխանատու վայր է։ Եվ այո, պետք է սա մեզ համար լինի սրբատեղի, որտեղ մենք ոտք ենք դնում եւ այս արվեստով մենք ծառայում ենք մեր ժողովրդին։ Դուք հեշտ ճանապարհով հասաք այս ամենին, իհարկե գիտեմ, որ ոչ մի բան էլ հեշտ չի լինում։ Ուղղակի ինձ հետաքրքիր է, ունեցել եք դժվարություններ, հիասթափվել եք այս արվեստից, թե ոչ։ Շնորհակալ եմ հարցի համար։ Մինչ առ այսօր էլ մենք բախվում ենք դժվարությունների եւ ես շնորհակալ եմ, որ բախվում ենք առանց փորձությունների մենք չենք իմաստավորվում եւ չենք իմաստավորում այն, ինչ որ ընտրել ենք։ Շատ դժվարին, դժնգույն, փշոտ, ծավալուն ճանապարհ է եւ ցանկացած մասնագիտություն։ Իսկ ինչ վերաբերվում է պարարվեստին, մի փոքրիկ դրվագով պատկերացնում ես, ոտքդ վնասել ես 3 տեղից, կոտրվել ես։ Եվ որքան հոգեպես պետք է առույգ լինես եւ զորեղ, որ տարիներ հետո կարողանաս բեմահարթակ դուրս գալ, ներկայանաս հանդիսատեսին, նույն որակները պահպանես
եւ ինքդ քեզ գոհացնելով գոհացնես բոլորին։ Երբևէ չեմ թնգթնգացել, Բալիկ ջան, դժվարությունների բախվելուց եւ շնորհակալ եմ։ Ամեն անգամ դժվարություններից հետո լուսավորություն է լինում, միշտ իշեք կյանքում։ Միշտ լինում են լուսավոր կետեր, սիրելի երեխաներ։ Եվ քիչ առաջ էլ ասացի, եւս ասում եմ, առանց ընկճվելու, առանց հիասթափվելու, միշտ առաջ։ Ինչ մասնագիտություն էլ ընտրեք, ինչպիսին էլ ընտրեք, բախվելու եք փորձությունների եւ այստեղ երևում է մարդու տեսակը։ Նրա ով տեսակը կամքի ուժ ձևավորեց, պատրաստակամություն ձևավորեց անցնելու այդ ճանապարհը եւ հաղթահարելու ինչն է կյանքում ամենադժվարը, գիտես, Բալիկ։ Ինքդ քեզ հաղթելը։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը մանկությունից։ Մանուկ հասակում շատ սիրել եմ բակում խաղալ, բակային խաղեր եւ հիշողությանս մեջ տպավորվել են այդ մեր մանուկ չարաճճի խաղերը եւ բնականաբար մանուկ հասակից միշտ երազել եմ, երազանքս իրագործվել է լինել պարարվեստի ներկայացուցիչ եւ այլել մեծ բեմը։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը դպրոցական կյանքից։ Առաջին օրներ, երբ որ ես մայրիկիս ձեռքը այսպես բռնած, քայլեցի դեպի դպրոց, որտեղ կանգնած էր բազմություն, մանկավարժական կազմ, եւ դու երեխա այսպես դեմքդ հառել ես ու նայում ես, այս է դպրոցը, որի մասին որ խոսում են։ Այդ օրը տպավորվել է եւ առաջին մուտքը, երբ որ ես կատարեցի, հասկացա, որ դա կյանքի ամենակարևորագույն դպրոցներից մեկն է։ Որն է եղել դպրոցական ամենասիրելի առարկան։ Հայոց պատմություն, երկրաչափություն, հարաշիվ։ Ով է ամենամեծ դերն ունեցել ձեր մասնագիտության ընտրության հարցում։ Մանուկ հասակում, ինչպես որ ասացի, մայրիկիս եւ հայրիկիս խնդրել եմ ինձ ուղղորդել են պարարվեստ եւ ամենամեծ իրենց ուղղվածությունը իմ կյանքում եւ նաեւ նպատակային աշխատանք ունեցել են իմ մանկավարժները, բայց առհասարակ ես ոգեշնչվում եմ իմ ընտանիքից։ Ընտանիքս իմ եկեղեցին, իմ խաղաղությունը, որտեղից դուրս եմ գալիս որպես արվեստագետ, զավակներս, տիկինս եւ ընտանիքս։ Եթե հնարավորություն ունենայիք ճամփորդելու ժամանակի եւ տարածության մեջ, որ ժամանակը կընտրեիք եւ ուր կգնայիք։ Կընտրեի Իտալիայի վերածննդի դարաշրջան, ինչու Իտալիայի, որովհետեւ ասացի, մեր մասնագիտության հետ շատ մեծ կապ ունի այդ հանրապետությունը, շատ մեծ արվեստ ունի, շատ մեծ արվեստագետների սնուցում ունի եւ առհասարակ երբ որ ես լինում եմ Իտալիայի հանրապետությունում, ինձ համար դա մի այլ աշխարհ է, որտեղից կարելի ամեն վարքյան տեսնել, սովորել եւ կրթվել։ Մանկության ինչ երազանք եք իրականացրել մեծ տարիքում։ Ամենամեծ երազանքս անկեղծ պետք է պատասխանեմ եղել է այս։ Ես արդեն իրականացրել եմ, իրականացնելու եմ եւ այսօր երկրորդ փուլում ենք, որ արդեն որպես կատարող իրականացրել ես, որպես մանկավարժ իրականացնում ես, դասիրակում ես, կրթում ես սերունդ եւ պետք է լինես շատ ուշադիր, չսխալվելու, այդ սերնդին սեր պարարվեստի մատակարարելու, որպեսզի նրանք ջանք ու եռան չխնայեն, ապագայում լինելու մեծ դերասաններ։ Եթե հանդիպեիք ինքներդ ձեզ մանուկ հասակում, ինչ խորհուրդ կտայիք ապագայի համար։ Երբեք չմտածեք, որ պարտվել եք եւ չունեք հնարավորություն լինելու այն, ինչ որ լինելու եք։